Գալիս կանգնում չի հեռանում, երկու հետ եկավ գնաց, Ենա ժողովրդի միջին, ասավ դուք ինձ դուր եք եկել, ոչ թե ուզում եմ ես ժամանակ անցկային, ուզում եմ ես դեր հետ ամուսնանամ, ասի թենց ոնց կլի, դու գաղութից ես եկել, Այսօր մինեքուց երկու էսա դու ետ կերթաս քուտեղը, դա չի լելու, վերջը մին, երկու, 5, 10 գնաց եկավ, սրան նրան ուղարկել, գնացեք լանայեք տեհեք գործի տեղնա, թե չէ մարդ կա, թե չէ որ ինքը գա, արդեն հսկացա ինչն ընչոցա, հենց այդ տղեկը գալիս են բուս ունանում գնում, ես պոկվում էի ուրիշ ճամփով, գալիս էր մանթո մնում, մի օր էլ եկավ, թե բա աղջի դուք ինձ դուր եք եկել, ուզում եմ ձեր հետ ամուսնանամ, ասի լելու չի, հնարավոր չի, ասավ ձեր աչքերը ձեզ մատնում են, հոգու թակարակ բաներ մի խոսալ, ես քեզ դուր եմ գալի, ու ասի, դարակիս միջին հայլակար դարակս բացարի աչքերից մտիկարի, ասի ոնց թե իմ աչքերը ինձ մատնում են, վերջը Տենց էլ գնաց եկավ, կանգներ, ձեռներ չանի տակին, բանաններ ասեր, աղջի մեղք եմ, ես ուզում եմ ընտանիք կազմեմ, քիչ ես համոզվում, ես ուզում եմ իմ տունն ունենամ, իմ անկյունն ունենամ, իմ երեխեքն ունենամ, իմ ընտանիքն ունենամ, խնդրում եմ, վերջը ասեր, մի մարդ սպանիլն ու հավիճուց սպանիլը ինձ մեկից մեկա, Քեզ կսպանեմ մեծ հաճույքով կերթամ մի 20 տարի էլ կնստեմ, համոզվիլ տես, վերջը մչամ նարավ, համոզացրուց էտա տարավ։ Հայելին չէր խապել, ենքան էր գնացել եկել բոյբուսաթով սիրունատես Սուրիկը, որ գրավել էր գեղեցկուհի Մարջիկի սիրտը, ու ոչինչ որ Սուրիկը 20 տարի բանտ էր նստել, նոր էր դուրս եկել, դեռ մի բան էլ Մարջիկից 10 տարով մեծ էր, սերը պարզվում է ոչ տարիք է հարցնում, ոչ անցյալ, ոչ էլ բանտ ու գաղութ, Սուրիկի բնավորությունը ոսկի չէր, բայց Մարջիկը մի ոսկի, մի ադամանդ էր, թե տեսքով, թե բնավորությամբ, Սուրիկը ինչ մեղքը թաքցնի խմիչքի հետ սերել ուներ ու մեկ-մեկ էլ նեղացնում էր Մարջիկին, բայց հենց խելքի էր գալիս ամիսներով ներողություն էր խնդրում, Մարջիկն էլ ամեն բան ճոխացնում էր, եղած մեկը 2 սարքում ու այդպես ներողությունների պահը ձգձգում ու հոգին թեթևացնում գոնե այդպես։ Մի օր ծես կերա, ասյալ Սուրիկ ամոթ չարիր, ես քեզ ինչ արել որ ծեսեցիր, ասմա որ ես խոսացի քիչ պատասխանեցիր, արա ասի պատասխանել էի, ասել թե լիզվի տարիր, մեր լիզվիս անելու խաթերտերի ծեսի, չէ ասմա լիզվիդ մի անել, գոնե որ ես խոսում եմ, արհամար եմ մի բան պատասխանի, աս ենա ծեծածել չլեր, խմած մարդ շատ չի հիշում, ասեի ծեծեցիր, տվեիր, ջարդեցիր, փշրեցիր ես են, աղջ ասավ, չես պայմամ, տունը 2 դուրն ունի, տեն մեզ դեսնեկան մի դռնովով փախի, նա ինչքան խմած դվանաներ են դրանք մակին տապանի, սեյ մարդ հայլի դրսի ինատը գա մի բան են չլի, ինատը ինստի հանի, բանը մինել էր, որ դուս պրսնի ասեյ աղջ արյալի, փախչիլ մի տրամադրված չեմ, 20 տարվա բանտային կյանքից հետո Սուրիկը նոր էջ բացեց իր կյանքում, Մարջիկը դարձավ նրա ամենամեծ թիկունքն ու հավատը, ինչպես ինքն է պատմում, առաջին գործը տան հիմքը փորելն էր, որ իր օջախը կառուցի, շատերը չէին հավատում, մտածում էին էլի մի փորձանքի մեջ կընկնի ու նորից բանտ կգնա, բայց Սուրիկը բոլորին հակառակը ապացուցեց, Մարջիկի ու 2 երեխաների համար 0-ից մեծ տուն կառուցեց, գոմ սարքեց անասուն պահեց ու ստեղծեց այնպիսի ապրուստ, որ բոլորի բերանը բաց մնաց, բայց երկար չվայելեց, ընդամենը 20 տարի դրանից հետո էլ Մարջիկը ոնց ասում են, մեջքը գետնով չտվեց։ Որ ամուսինս մահացել էր գյուղամիջին հավաքված ժողովուրդը ասում են, բա այդ ամուսինը մեռավ այդ տունը քանդվեց, աղբերս լացլելով եկավ, ասավ քիրասը բաներ են ասում, հանկարծ բան չվհատվեց։ Ասի դե որ թենց բան են ասում, երեխեքս արդեն տղես բանակից եկավ ամուսինս մահացավ, աս երեխեք ջան սոված կլեք, ծարավ կլեք, հանկարծ ձեր ձենը դուրս չկա, շատ կլի, շատով յոլակերթանք, քիչ կլի, քչով յոլակերթանք, մինչև մենք այս ճգնաժամից դուրս կանք, դեկտեմբերի 27-ին մահացավ ձինը նստած, ոչ կողքից եկող 10 դրամ կա, ոչ ընտան միջին ինչ, վերջը Այն աշխատանքը, որ մեխանիզացիան էր անում,
ես երեխանցս հետ ձեռքով ենք արել։ Ասել կովերը ես 2-3 տարի ես թափի դոշմը առավոտը շուտ կթել եմ կաթը մշակել կովը տարել պահել բերել ցերեգը հանգստի կովերին մեր բախ չեմ գործեր արել էլ իրիգունը փետվի կալել ես իմ ապրանքի յետևից գնացել որ հանկարծ ծիծաղացեղ չդառնանք այո արել եմ տանջվել եմ հանուն իմ երեխանց իմ երեխեքն էլ փառք Աստծո շատ լավ երեխեք են աղջիկս տղից էր լավը, տղես աղջկանից։ Արդեն 20 տարի է Սուրիկը չկա, բայց ոնց որ կողքին լինի։ Ծաղիկ ջրի նրա հետ է, սածիլ տնկի, էլի նրա հետ է։ Ասում է Սուրիկի ուշքն ու միտքը ծաղիկներն էին, օր չկար, որ իր համար մի փունջ ծաղիկ չբերեր։ Մի խոսքով չնայած հանցագործ անցյալին ռոմանտիկ մարդ էր, ասում է Մարջիկն ու պատմում նաև Սուրիկի կյանքի պատմությունը։ Մի օր անց կենեի, դες Փուշը փեշից կպավ ծաղկի ճուղկը կոտրեց ուղիղ մի ամիս մեր տունը կռիվ էր ասма դու կարեիր հենց անց կենաս որ ծաղկի փուշը շևը չկոտրեր ղաստի արիր Հմել տղեսա թողım չի կողքով նանց կենամ ուրիշ երեխեքը գեին դպրոցի վախտերը Սուրիկ Զազյամի փուն ծաղիկ քաղել սիրու խշխշան թղթերով բանով ձևավորես ասես Սուրիկ երկու ծաղիկ էլ քաղի տանը դնենք ասես չէ թողտրան ծաղկասեր շատ բանը ինքը գաղութմել իր ահմա բոստան անելիս էլ կանաչյաց անելիս էլ ստեղից ավլուկի սեր մատարել ուզել ավլուկ ցանել ասմացի ծաղային վրից այն ասմամին էլ գեին արամի քիչ ավլուկ տուրեփենք մի քիչ կանանչ դու ասմասա yarեք էլի ունեցեք բոլորն էլ որ նեղացրել չիսկի խափեի ասեի կարծեց էթիր էս արիր են արիր ուղիղ մի ամիս պտտվեր աշխարհի ամենալավ ընտիր բաները բերեր բոլորը սիրտը ճահի որ մի տեղալավեր դինդով դեխանութնեն ոչ մի բան չկար տեներ որտի մի հերթ կանգնած են այդ հերթը մնենքան կանգներ որ հերթն իրան հասնի ասե яра քեզանից ով էս բաներն ուզել ես ու ես բեր ասեր աղջի դե հերթը մեծ ծախին այդ եմ բերել շատ ուշադիր բան է ծաղիկներ էլ բերել էս ծաղիկը այդ սպիտակը միներ մի ուրիշ ծաղիկ կար գնում ալավեր դիտեն այդ բուրակներում ծաղկնի ընտանգում ուզումա չեն տալի ասմա դե որ չեք տալի կացեք Քշերվա ժամը 4-ին եկավ, արասից քշերվա կիսին որտես մանգալ աղջաս ասուս, այնքան ճամփ եմ բերել, ժողովրդի ոդկը խանդարտվել է, այս ծաղկանին գողացել եմ բերել։ Ասի արա բավոր գան մնացեք, ասա ծաղկի գողը գող չի։ Չէ, լավ փառք Աստծո։ Լավ էլ ապահել, ասխիծակով էլ անցկացրել, բայց այնքան լավ բաներ արել, որ այդ նեղացրած պահերը չի հիշվում։ Լավն է հիշվում։ Լավն է հիշվում։ Ուրիշ ուզողնի չունեիր, որ կար, շատ կար, իմ բախտը դա էր։ Հմիտես, բան փոշտում դու բոշենին ցիգանի են գեին բանանեն նամակատարնին սաղամեքը իրանց բախտերը նայել տեն ինձ էլ ասեն բախտդ նայել դու ով բախտից մտիկ այլ ասա բախտդ թագված տեղա որը ոդը դրուց բան ազատության մեջ քու բախտը բաց կլի տեղաունա մինչև իր ատենալը մի ծորի աղբյուր ունենք Գևորգյանի աղբյուրեն ասում Ստեփան Զորյանի Ղաչաղանի այդ պատմվածքի հիման վրա այդ աղբյուրը կա փետի կժեր կար առաջ կուժը երազում ջուրը լցնե մինել դա ինքը ճանավար մարդ էր 140 կիլոնոց Ստե կանգնեց աղջի մի բաժակ ջուր տուր բայց դեռ ազատված չէր Այդ ջուրը տվի ասա մեկն էլ դու մինն էլ տվի ասա օխայ մինել ես մտիկարի տե համար չկա միշտ իրաքը որը պատմում եմ ասում եմ աղջի սե աղբերուտ մինչև ազատվիլը սե ռազեմ տեհել Ինչի համար էր նստել վայ որ ասեմ ասիլս էլ չի գալի Ստիմի Աբրահամյան կար դասատու ինքն է սիրած ունեցել ծաթեր գյուղում երեխա հա այդ աղջիկա յետևից ագնալիս էլ ծաթեր տեն մակար հանքմը այդ դասատուն են կողքի գեղի մի դասատվի հետ ես իմ
Նրանք էլ մտածել են, երեխայա կերթա ձեն կանի խայտարակ կլենք, այդ կնիկը գալիս է ճպրպորեմ, շորերը, մազերը, բանանում, թեփա, ինչ տխին, եկել էր ինձ ուզել բռնաբարի։ Ստել միամիտը եղա, մինչև գնումած աթեր, ետ գալիս ատեն միլիցեկը դուրը կտրած։ Իրանք միտան, որ ունեին են կնիկը միշտ ասեր ինձ էլ ստիպեին, ասեն սեք ասեսնե, բռնվալ մագնım, միամիտ 17 տարեկան էր եղա։ Ու մեկ էլ դուսա գալի։ Չէ, նրանի հետո աղբերը բանակից գալիս է, դրանց հետ վիճեմ, թե բայ ջահել երեխին հետն չի եք բռնիլ տվել, բանը, դրանք էլ մինը մնին խփում են աբիձոնքով, տղերանցով, բանով, դանակն տանում ներկայացնում, որ մթամ իր աղբերն է խփել։ Նրան էլ են բռնում, բայց քանի տարի անցակաց են նայելա 40 տարի մեռածա չկա, նրանք արել չեն այդ բանը, բայց այդ մարդին ասում է, այդ ով որ սուտ մատնություն էր տվել, տենային կիլոմետրով փախչեն, ման չեն վախեն։ Հմել բանը ամուսինս ազատվում գալիս նրանց ասմախի եք աղբորուց բռնիլ տվել, անդովել մինը բացրը խոսել միլիցիկը կանգնեն, հմիք վանման չի։ Ինչպես ասացինք, Սուրիկը 36 տարեկանում որոշեց տուն տեղ դնել, Մարջիկը նրա ամենամեծ թիկունքն էր, իսկ Սուրիկի պատիվն ու հարգանքը այնքան մեծ էր, որ ամեն ինչի դեֆիցիտի շրջանում, երբ ոչ քար կար, ոչ ցեմենտ, ոչ ավազ ու ոչ էլ տախտակ շինարարության ժամանակ ոչ շինանյութն էր պակասում, ոչ էլ բանվորը։ Իսկ Սուրիկի գործը մարդկանց հավաքելն ու սեղան բացելն էր, այդպես խմված ու սիրով զրոյից օջախ կառուցեցին։ Որ բերուց տան հիմքը գծելու մորից թել ուզեր, մերն ասավ դու տուն սարքող ես, որ թել ես ուզում։ Բերին պատվալին բան արին բիձեն իրա բիձոնց տղեքը բանը, թե բա դու տուն սարքողը չես, պատվալնին են, ամիսենյակ կուխնին բանը, ձեզ հերիք, նեյլ ասավ կարող հավանոց եք սարքım, բանը, հետա ուստեքը բերու ցեմեն մեմենտ կողքից օգնեին օրինակ տրեստիցը շատ բաներ ամփող ռեգնին որ ասեն կներ մի վետերոկ բանում նստեին հացտեին սաղցի խավակնի բան ամեկը մի բան խոստանեին ղրգեին ինքը տաննա շրջապատ ինք բանես գողականին սաղցեստին բան վերջը հնգերամիջու բերեին կիտեին ես կարպինջնել ուրալն աղրգել ուրալին կգիտենակ կարպինջ ուրալ ասեն բան ուստին բերեր ինքը գներ ֆրֆրեր ուստեքը գեին սարքեին գնեն իրա բանով չի ծրագրով չեն սարքելով անցածրելա սարքելա նա երազանքն ուներ ասես տանգրխին բանտեմ բասայնի տեմ դնիլ դելֆնի տեմ բերիլ էսանի լենալ պրոստը թիվը փոխվեց սևումուտ տարիներն եկան չնայած մենք նեղություն չենք քաշել երբեք են սևումուտ տարիներին ավելի լավ ենք ապրել հմել փառք Աստծո ամենքն իրանց խելքի չափով ապրում են հմի ապրիլն ինքան հեշտ է խելք ունես ապրի Ես չեն անում, կանը 20-15 տարի ուղիղ 5 տարի աթոշը, իմ տուն կողքից 10 լումա եկել չի, բայց ինպես էլ գեղմն ապրող չել եմ։ Ու ոնց ես արել։ Ոնց եմ արել, հավ եմ պահել, հավի ձուն, հվակել եմ, մի հետ կերել ենք, մի հետ էլ տնտեսել եմ, կոֆե եմ արել, մի հետ մի կով ենք ծախել, սաղ տարվա թդարեք մի անգամից տենեի, ասենք մեշոկով, յաշիկով ամեն իշն արնեի, որ ամեն հետ իմ ձեռը փող չին գնեն, մի հետ կաթ ես ծախել, մի հետ մի կտոր պանիր ես ծախել, մի հետ կարակ ես ծախել, սենց էլ ապրել ենք։ Հեշտ չէր այդ ամենին հարմարվելը գյուղական փոստի ու ակումբի ակտիվիստ Մարջիկի համար։ Փոստի աշխատանքից հետո թատրոնն էր գլխավոր դերում Մարջիկը։ Ակումբում երեկո էր գլխավոր ասմունքողն ու վարողը Մարջիկն էր։ Շրջանային օլիմպիադա էր գյուղը երեսպարզանողն էլի Մարջիկն էր։ Ասում եմ մի անգամ էլ շրջանային օլիմպիադայում էլ ինքը հաղթել էր մեր հեռուստաընկերության տնօրենին, հերթական առաջին մրցանակը ստացավ, իսկ մեր տնօրենը ընդամենը երկրորդ տեղը։ Բայց տես ձեր տնօրեն
ամենն առաջ գնաց այսօր տնօրենը ինքը մնաց տնային տնտեսուհի։ Մի խոսքով Մարջիկը բեմի համար էր ստեղծված, բոլորը նրա համար թատերական ճանապարհ էին ենթադրում, բայց եղավ են ինչ եղավ։ Սուրիկի սերը փակեց բեմ տանող նրա ճանապարհը։ Հիմա արդեն այլ է չի էլ փոշմանել։ Կով, կաթ, կաթի մշակություն, դրա հետ էլ տղան մեծ ֆերմեր է։ Կարտոֆիլագործությամբ է զբաղվում, էլի Մարջիկը թիկունքին է։ Դրա հետ էլ մշակում է այգին, որ դեռ Սուրիկի կենդանության օրոք համեմատում էր մի մեծ շուկայի հետ։ Հիմա էլ ամեն ինչ ունի՝ բանջարեղեն, մրգեր, որոնք սովորաբար բարձրադիր գյուղերում չեն աճում, բայց ինքը հաջողացնում է աճեցնել։ Նորը մի եկած երկու տոպրակ համեմ եմ քաղել ձմռվա մաճաշի գծելու, մարազիլկա գծել։ Հմիր թազա սերմ եմ առել, որ դիփորեմ էլի ցանեմ, էտել աշնքվա մալի։ Մարդ կա մի բուրը կանաչ չունի, մի բուրը կանաչ, ասում են ակառնենք էլի, որ քու դրաննլի դուս գաս քաղես։ Բանը ամուսինս առաջ ասել աղջի բազար չես գնում, ասեի գնում եմ։ Լագանը վերուն էի, վարունգա, պամիդորա, բիբարա, ծիծակա, միրգա, լցնեի, տանեի ասեի գնացի բազար եկա, տանից ամեն ինչը լմա, փառք Աստծո, էսկուտ լոբիա, երրորդ մարգը բարսկական լոբիա, փորձնական եմ բերել, հլատենանք ինչ ալեմ, են էլ վարունգա, գարուխա, կարտոշկայա, են կողմի գազարա, Սմուչկայա, ռեհանա, պետրուշկայա, քոնդարա, ամեն ինչ։ Էս էլ քո բազարն է։ Էս էլ իմ բազարն է։ Առաջ մեր բախչը մի կողմնակի քով չկար, լրիվ մշակ էինք, ծառերը մեծացան, ես մանչում եմ ոնց որ դուրը բախչը չլոտալի։ Աշխատանքի էլ չի գնա, բայց կյանքի ամենալավ տարիները հենց այդ աշխատանքային տարիներն էին։ Սուրիկը խանդոտ մարդ էր, բայց կնամեծար։ Սիրում էր, որ Մարջիկը միշտ ամենասիրունն ու ամենաաչք ծակողը լինի։ Գյուղում առաջիններից էր, որ մազերը ներկում էր, գանգրացնում, եղունգները խնամում ու նորաձև հագնվում։ Իսկ ամենամեծ հիացողն ու գնահատողը հենց Սուրիկն էր։ Մի աղջիկ կար ասավ մի օր Մարջիկ քիրա մի բան հարցնեմ, ասի հարցրու, ասեր օրական որ իրեք հետ շորերդ փոխես, շորերդ ինչքան հերիք կանի, քանի որ այդ շորերքը հագնես, են աշխատածս առնեի հագնեի, սուկվեի, արդարվեի։ Խանդեր, ոչ։ Գնեի ստյան հասնեի հատուկ լեննական մազերս ընդի ու կլատ կանիլ տեի, քիմիական անիլ տեի, որ լավնլի, խանդեր են էլ ինչ կարգի, գեր փոշտի մի անգնումը կանգներ հլատենա ով եկավ, ով գնաց, ով ինչ խոսած, բայց սիրեր ժամանակակից ոճը, սիրեր, օրինակ իրանց տանը բացառված էր են հարսը պտի թևստյան բաց չլի, նա տանգերավոր շորեր ասեր հացի կնիկ ճան։ Մի օր ես տունը նոր սարքեին գնացի ալավերդի մազերը սարքիլ տալու ալճաշվ ավտոբուսի նեկա ինքն էլ տանկրիշը մը գործաներ, բաներ, ասի գնամաս եմ, որ եկել եմ արի պերերի վացքի, հմի իրեն կողքից գալիս եմ, ինքն էլ գործը թողելու բալկոնը մը կանգնած մտիկանա, որ մոդկացա, ես քու տիրոն չեսնու են ասավ, ես էլ ասես ով ես սիրուն աղջիկը, որ դբա ինձ գալիս է, ասեմ արա էլ եմ սիրուն ինչ էլ էր, չէ, սոր արտակարգ ես, ասի պապտի ամեն հետ խարգես մազերի շուտ սարքիլ տամ, ու շուտ ինքը տաներ սարքիլ տե, ամեն նոր տարի, ասեր որ նոր տարվա տանտիկինը պտի սիրունը լի, ամեն նոր տարուզ մի երկու առաջ տաներ ու կլատ կանիլ տեր մազերս, թե շատ անպետ կնային մազերը, ենթարկվող չի։ Մանիգյորը կարներ կմեն ծուղտիկ մատներին, ենքան սիրուն մատներում լեի, դաշնակահարի մատն, բանը, կսվելը կնի ամեն ինչ, ամեն ինչ թողել, ասա, որ դու ինձ ուզեցիր, որ դու իմ հետ հարմարվեցիր, ես քու հետ խիչի հարմարվեց, ասել բա հասարակական միջավայրում ես աշխատում, եկող գնաց հողալում, որ մտնենք բաղ չեմ փորել ու ասեր, ասա յարա պարստադիր ես էլ տեմ գալ փորել, ասեր աղջի ավի քու հետ հավեսով եմ փորում, իրա մի լպատ կարխի վրա երկու եկը փորեի, մին էլ տենեի բրախելա իրա փորելը, ու ինձ ամտիկանım, արա ասեի աղջ ասեր հիանում եմ սուտ, կնիկ արմատս քանուշ կունենա,
ուժեղի շատ։ Մի ժամանակ ուժը տեղն է սպորտսմենուհի էր, թեթև ատլետիկայով էր զբաղվում, այնպիսի կեցվածք ուներ, որ հպարտ եղնիկ էր հիշեցնում, հատկապես երբ բարձրակրունկներ էր հագնում, բայց կյանքն իր գինն է վերցնում, անասուն պահելը, կով գթելը, անվերջ աշխատանքը տարիների ընթացքում իրենց հետքն են թողել։ Այսօր ասում է մատներս ծռմռվել են, մեջքս կորացել։ Տարիները հաղթել են մարմնին, բայց չեն կոտրել մարջիկի ոգին։ Ոչ աչքս ադնենում, ոչ ձեռներս անում, ատամնի ունեմ տաննա, ոչ բեռնումս ատամ ունեմ, ոչ ոտնի ունեմ, այս հարամաղերն էլ մի կողքից շաքարն էլ քայքայելա, բայց թե ետ հենց մի խամ մարդ եմ տենամ կամ մի բան ասում եմ խիտենամ, որ ես կարեմ չեմ, լավավա դա ետ ձիթ եմ տալ ինձ։ Կծող արևի տակ զրույցը շարունակել այլևս չի լինում, Մարջիկը ժպիտով հրավիրեց տուն մի բաժակ սուրճի։ Սկզբում էլ համառորեն ուզում էր ճոխ սեղան բացել, ասելով, որ իր տուն եկողը հաց չկիսած երբեք չի գնում։ Հազիվ համոզեցինք, որ այս անգամ միայն սուրճով կբավարարվենք։ Սուրճի պատրաստություն տեսնելիս էլ ժպտալով ասաց, որ մեր ամենահավատարիմ հետևորդներից է, միշտ դիտում է մեր պատմություններն ու սպասում նոր հանդիպումների։ Ձեր ալիքը ամեն օր ինձ ասում եմ բանը, սաղ կշերը ես նստեի գեղիրեխանց մաշադրություննի գրեի, բանը, ըտքան ուղեղս բթոր էր, ասում եմ ես ինչ խելքի տերր այս երեխեն, ես ինչ շնոք տերա, են ուզուլար ասարերը, տո էդ լորուտա, տո ամեն ինչը մեր գեղի, սաղ մտիկ եմ անում, ես ընդհանրապես սերիալնի չեմ նայում, հետաքրքիր բաներ եմ նայում, սպորտն եմ շատ սիրում, սաղ կշերը կնստեմ դահուկային սպորտ կնայեմ, մի համերգ չեմ մտիկ անել։ Բայց մի բան էլ կա, որից Մարջիկը խիստ բարկանում է, ասում է մեր պատմությունների հերոսներից շատերը նստում ու սկսում են հարցներից դժգոհել, իսկ ինքը վերջապես երկար սպասված հարց ունի ու ինքն էլ ժամանակին հարց է եղել, ընդ որում չսիրված, դրա համար շատ լավ գիտի, թե հարց լինելն ինչ է։ Իմ կեսուրն չսիրեր, բայց ես ասում եմ հե կեսուր դառնամ, որ ես իմ քաշածորերը չհիշեմ էլ։ Դու լավ կեսուր կլես։ Որ լավը չլեմ, ամուսնացած բժանված աղջկան հետ կհամոզում եմ, կասեմ թող գա հարցը, հա ինչ անենք աղջկա, բախտը ստացվեր, էփմա։ Թելապրծել։ Բադեզեն հանի է այ որդի, մտածելակերպը մարդկանց փոխվել է, ինչ տարբերություն, աղջիկը թե հարցը։ Եկած բախտը գալիս անի անգնում, ես ես անեմ, ասեմ չի աղջիկ ջան, քանի ուժը պատմա, ես կանեմ։ Հասկացում։ Հա, եփել բան չի լինեն քանարա դու էլ դեզարի։ Լավ խմոր եղեննի ասարքն, ընտիր, գլուխս դնում եմ բարձին արյեխի հետ եմ, արյեխին սեկանեմ, նեկանեմ, թոշակս քարտով են դեսարքել, թոշակ երեսել չեմ տենում, ասում եմ ամեն ամիս թոշակս կտամ իրան, ես երազել եմ, իմ թորը, իմ կշտին մենձանա, թոշակս ստանամ, գնամ էլած առնեմ, բերեմ, ութացնեմ, հագցնեմ, երազանքների գրկում եմ էտ ինչ բան ես։ Մենակ թե հարցին արգելել է թորին իր անունով կնքել, ասում է մի ժամանակակից անուն կդնեք։ Մի դահուկորտ աղջիկ կար, ֆրանսիացի Սիլվի Դեկար, ուժեղ դահուկորտ էր, հենց տան մտեր թե չէ, ես միշտ ասեի թորն ունենամ, անունը Սիլվի դեմ դնում։ Մենք զրուցում ենք, իսկ Մարջիկն արդեն աչքի տակով խոհանոցն է չափում, մեկ էլ տեսնում ենք հաց սարքելու պատրաստություն է տեսնում։ Քունջ ու պուճախը ցույց է տալիս ու ժպտալով ասում, որ ամեն ինչ պատրաստ է, սեղան բացելը ընդամենը մի քանի րոպեի հարց է։ Ասում է, այս տան հյուրասիրությունների հիմքը Սուրիկն է դրել, բայց նրա մահից 20 տարի անցել այդ ավանդույթը չի փոխվել։ Այս տանը օր չկա, որ հացի սեղան չբացվի հյուրի համար։ Ով գալիս է մեր տուն իմիջայլոց, քաղաքից էլ որ գալիս են, ասում եմ կարող ասեք, սա գեղացիա, ձեռքերը կեղտոտա, լայախ չենք անում, էդ դու, էդ են, սարքեցեք էլ, կերեք էլ, ինձ էլ հյուրասիրեք։ Հա, բա ճիշտը դա է, իմ կեսրու թողել ոչ կասլուրկի կողքով նանց կենանք։ Ինքդ է։ 80 տարեկան կնիկ էր ոչ ինձ, ոչ աղջկանը, ոչ են հարցներին, շերեփ հարցը ձեռին գործ չունեմ, շերեփի խափանը չեմ։ Իմ նենա գնամ իմ ապրանքի գործը անեմ, դուս գամ իմ դուրը կտուրը, իմ բաղչեն անեմ, տան վերի կուր, հարսը բաղչումը գործ չունի։
Տունն էլ իրանն է, ուզմա էփի, ուզմա թափի, ուզմա լվանա, ուզմա դենացի, ուզմա տունացի, իմն չինա, սաղ իրանցն է, ես մի ատամանք այմ ունեցել են, են մի սենյակը մդրած, դուս չեմ գծում տանիցը, դա հիշողություն է, ոչ սեղանուն էի, ոչ են, ռեխանց շորեր ատամանքը մդնեի, վրին էլ թուղթ գծեի, կիլոն կայլ չունեի, վրին հաց ուտեինք, Եդը թուղթ մուղթը վակեի սրպեի, էտ ատամանք են ինձմա հիշողություն, ոչ մի բան ունեցել չեմ, մի պարկ աստու, շատ ակիչա, ամեն բան ստեղծել եմ զրոյից, հմել թողգա հարսը վայելի, մի գերմանական կաստուր կեքի նաբորումն եմ առած, տալս միշտ կալիս ասպայ գլուխըտ մերնի հանի բնացու, չի ասմեմ, ես ունեցել չեմ, տեհել չեմ, թող իմ հարսը գա, թազա, իրա ոճով, հները դենացի թազեկը օգտագործել, ես մի հինղի միշտ չեմ անում դեն գծեմ, որովհետև շատ մեծ տանջանքով եմ ստեղծել, տուն սարքելիս ենքել են, ու տող խմող մարդել էլ, մեր տանդուրը կյանքն պագված չի, մեր սեղանի վրա հավակված չի, հենց վակեի ամանիլ վանեի, որ ուզեի տունն ավլիտ եմ ասեի, այդ մարդիկը մի տնի դրան սիգնալ են տալի։ Մարջիկը մեզ ճանապարհեց այնպես, ինչպես դիմավորել էր բաց սրտով ու բաց դռներով։ Իր կյանքի ոչ մի էջ չթաքցրեց, պատմեց թե ցավի, թե սիրո, թե սխալների, թե երջանկության մասին։ Այդպիսի անկեղծությունը պարզապես պատմություն չէ, այն վստահություն է, իսկ այդ վստահությունն արդեն պարտավորեցնող է մեր թիմի համար։ Մնում է միայն խոստանալ, որ այդ պատմությունը կփոխանցվի նույն ազնվությամբ ու նույն ջերմությամբ, ինչով պատմվեց, որովհետև կյանքում ամենամեծ հարստությունը ոչ թե մեծ տունն է կամ լի սեղանը, այլ այն մարդը, որի դուռը միշտ բաց է, սիրտը բարությամբ լի, իսկ հիշողությունները սիրով պահպանված։ Ու դրել էլա